Գոյամարտ սերիալը հիմա հասել է այն փուլին, որտեղ յուրաքանչյուր նոր սերիա բառացիորեն փոխում է հերոսների ճակատագրերը։ Եթե սկզբում պատմությունն ավելի շատ ընտանեկան հակամարտության մասին էր, ապա հիմա այն դարձել է ծանր հոգեբանական դրամա, որտեղ յուրաքանչյուր հերոս պայքարում է ոչ միայն ուրիշների, այլ սեփական ներսի դեմ։ Այս պահին սերիալում ամեն ինչ խառնվել է իրար՝ սեր, վրեժ, ընտանեկան գաղտնիքներ, կորուստ, դավաճանություն։ Եվ ամենակարևորը, ոչ ոք այլևս չի կարող վերադառնալ նախկին կյանքին։ Հունանը շարունակում է մնալ պատմության ամենահակասական կերպարը։ Մի կողմից նա ընտանիքի գլուխն է, ուժեղ մարդ, ով տարիներով կառուցել է իր ազդեցությունը, մյուս կողմից հենց նա է դարձել գրեթե բոլոր ողբերգությունների պատճառը։ Նա շարունակում է մտածել, որ ամեն ինչ կարող է վերահսկել, բայց իրականում արդեն կորցնում է ամենակարևորը՝ ընտանիքը։ Լեան այլևս վախեցած աղջիկ չէ, նա բացահայտ ասում է, որ սիրում է Լեոյին և պատրաստ է անգամ ընտանիքից հրաժարվել հանուն այդ սիրո։ Սա Հունանի համար ամենածանր հարվածներից մեկն է, որովհետև նա կարող էր ընդունել թշնամիների գոյությունը, բայց ոչ սեփական աղջկա ապստամբությունը։ Լեայի կերպարը վերջին սերիաներում շատ է փոխվել, նա այլևս պարզապես սիրահարված աղջիկ չէ, նա պայքարող մարդ է։ Նա հոգնել է ստերից, գաղտնիքներից ու այն կյանքից, որտեղ բոլոր որոշումներն իր փոխարեն ընդունում են ուրիշները։ Եվ հիմա, երբ նա արդեն գիտի Հունանի անցյալի մի մասը, ներսում սկսում է կոտրվել։ Նա սիրում է հորը, բայց միաժամանակ այլևս չի կարող արդարացնել նրան։ Սա շատ ծանր հոգեբանական պայքար է։ Մյուս կողմից Լեոն շարունակում է մնալ սերիալի ամենաէմոցիոնալ կերպարներից մեկը։ Նա կարծես ամբողջ կյանքում միայն պայքարել է։ Հոր կորստի ցավը, ընտանիքը պահելու պատասխանատվությունը, Դավիթի վիրավորումը, Մանանի հեռանալը, Լեայի համար պատերազմը, և հիմա արդեն զգացվում է, որ Լեոն հոգնել է ներսից, բայց նա այն մարդկանցից է, ովքեր նույնիսկ կոտրված վիճակում շարունակում են առաջ գնալ։ Լեոյի ու Լեայի հարաբերությունները հիմա սերիալի կենտրոնում են, նրանք անընդհատ բաժանվում են, նորից միանում, պայքարում ամբողջ աշխարհի դեմ, բայց չեն կարողանում միմյանցից հրաժարվել։ Հենց դրա համար էլ հեռուստադիտողները այդքան սիրում են այս զույգին, նրանց հարաբերությունները կատարյալ չեն, բայց իրական են։ Նրանք իրար համար պատրաստ են ամեն ինչի։ Շատ հետաքրքիր զարգացումներ կան նաև Մանանի գծում։ Մանանը հիմա ամենաբարդ հոգեբանական վիճակում գտնվող հերոսներից է։ Նա ապրում է Հունանի տանը, պատրաստվում է ամուսնանալ Գրիշոյի հետ, բայց ներսում լիովին հանգիստ չէ։ Շատերը նրան մեղադրում են, չեն հասկանում նրա քայլերը, բայց իրականում Մանանը պարզապես փորձում է փրկել իր ընտանիքը։ Նա շատ լավ է հասկանում, որ եթե չհամաձայնի Հունանի պայմաններին, կարող են տուժել Լեոն, Դավիթը, Դավիթ պապը, և հենց դրա համար էլ նա կարծես զոհաբերում է իրեն։ Բայց հարցն այն է, արդյոք հնարավոր է երջանիկ լինել նման զոհաբերությունից հետո։ Գրիշոն էլ իր հերթին շատ է փոխվել։ Սերիալի սկզբում նա ավելի ինքնավստահ, կոպիտ ու անհոգ կերպար էր, բայց հիմա նրա մեջ սկսվել է ներքին պայքար։ Նա իսկապես սիրում է Մանանին, և հենց այդ սերն է նրան փոխում։ Առաջին անգամ Գրիշոն սկսում է հակադրվել հորը, սկսել մտածել ոչ թե Հունանի, այլ սեփական զգացմունքների մասին։ Հետաքրքիր կերպար է դարձել նաև Ավոն։ Ավոն հիմա սերիալի ամենաանկանխատեսելի հերոսն է։ Հայրը նրան ևս մեկ անգամ դուրս շպրտեց տանից, իսկ նա բղավում էր, խնդրում եղբոր-որդիներին, որ տեսնեն, որ հենց իր հայրն է, մշտապես հեռու պահել իր եղբոր-երեխաներից։ Իհարկե, հայրն էլ իրավացի է, բայց այս ամենում շատ մեծ է Ավոյի մեղքի բաժինը։ Նա փրկում է Լեոյին, պաշտպանում տղաներին, բայց միևնույն է, հայրն այդպես էլ չի ընդունում ու չի ներում Ավոյին, և հավանաբար հենց այս ամենից հետո հայրը երազ է տեսնում, և Ռաֆը այցելում է երազին։ Հակառակ պարագայում, եթե Ռաֆը ողջ լինի, դժվար է հասկանալ, թե որտեղ էր այսքան ժամանակ։ Դավիթ պապն այդ ընտանիքի վերջին հնարանն է, բայց նույնիսկ նա է հոգնել։ Նա տեսնում է, թե ինչպես է ընտանիքը փլուզվում իր աչքի առաջ։ Լեոն ու Դավիթը լարված են, Մանանը հեռացել է, Ավոն վերադարձել է անցյալի բոլոր ցավերով, իսկ Ռաֆի հիշողությունը երբեք չի լքում նրան։ Եվ հենց այստեղ է շատ կարևոր դառնում Ռաֆի վերադարձի թեման։ Եթե դա իսկապես երազային տեսարան է, ապա այն հաստատ շատ մեծ նշանակություն կունենա։ Ռաֆն այս պատմության ամենակարևոր բացակայող ներկայությունն է։ Նա չկա, բայց բոլորի կյանքը շարունակում է պտտվել նրա շուրջ, և թվում է, որքան մոտենում ենք ճշմարտությանն, այնքան ավելի է Ռաֆի ստվերը մեծանում։
Այս պահին ամենամեծ հարցը մնում է նույնը՝ կբացահայտվի վերջապես ամբողջ ճշմարտությունը։ Ով է իրական մեղավորը, կկարողանա հունանը պահել ընտանիքը, կփրկվի մանանն այս զոհաբերությունից, Լեոն ու Լեան միասին կմնան, թե ոչ իսկավոն մինչև վերջ վրեժի ճանապարհով կգնա։ Մի բան հաստատ է՝ գոյամարտը հիմա մտել է ամենալարված, ամենահուզիչ ու ամենադաժան փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր նոր սերիա կարող է ամբողջությամբ փոխել պատմության ընթացքը։